Փոխնախագահ Լևոն Զուրաբյան։ Հիմա երբ որ Արամը արդեն ուչիցը ասեց, ես չգիտեմ սրանից հետո ես ինչ պիտի ասեմ, բայց կփորձեմ վառոցը։ Ժորժ ջան, նախ եւ առաջ ցանկանում եմ ձեզ բոլորիդ ասել, որ այսօր մենք բոլորս լի ենք շատ դրական էմոցիաներով եւ երիտասարդական միջավայրը իսկապես միշտ եղել է այդպիսին մեզ համար, ինձ համար անձամբ մի միջավայր, որտեղ հնարավոր չի, որ մարդ ինքը իրան կեղծի, հնարավոր չի, որ ստի, հնարավոր չի, որ, չգիտեմ, շեղվի, եթե ուզում եք, գաղափարախոսական ճիշտ ուղուց։ Հնարավոր բան չի դա երիտասարդների հետ, որտեղ երիտասարդները ունեն այնպիսի մի հատ ռենտգեն, այնպիսի մի զգայարան, այնպիսի ռադարներ, որ միանգամից ցանկացած մարդուն ուղղն ու ծուծով ճանաչում են։ Եվ այս միջավայրը միշտ տվել է մեզ բոլորիս մեծագույն էներգիա։ Հիմա ցանկանում եմ մի քիչ շեղվել այս միջոցառման առարկայից, խոսել մի հանցավոր կազմակերպության մասին։ Մի հանցավոր կազմակերպություն է, որը տարիներ շարունակ ահաբեկման է ենթարկել մի երկրի իրավապահ մարմիններին, բռնության է ենթարկել այդ երկրի իրավապահ մարմինների ներկայացուցիչներին, խանգարել հասարակական անդորրը, հասարակական հանդարտությունը։ Այս կազմակերպության դեմ շատ լուրջ պայքար է գնացել, բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել, բերման են ենթարկվել մարդիկ, ձերբակալվել են, չգիտեմ, մարդկանց բանտեր են նստացրել, եւ այս պայքարը շարունակվում է այս հանցավոր կազմակերպության դեմ։ Ես չեմ խոսում Կոզա Նոստրայի մասին, եւ ես չեմ խոսում Յակուզայի մասին։ Ես խոսում եմ Հայ ազգային կոնգրես երիտասարդական թվի մասին։ Ով են այդ մարդիկ։ Եկեք հիշենք բոլորի անունները, այդ հանցագործների, այդ կրկնահանցագործների, այդ խռովարարների, Տիգրան Առաքելյան, Արտակ Կարապետյան, Արեգ, Սարգիս, Անի Գևորգյաններ, Սերգեյ Գասպարյան, Մարիամ Մուրադյան, Տաթևիկ Պողպատյան, Թաթուլ Սարոյան, Սահակ Մուրադյան, կազմակերպության անդամ չի, բայց գործի համար տուժել է, եւ ես մի օր ձեզ հիմա երաշխավորում եմ, մեկը ընդունվելու է։ Արեն Մանուկյան, Հայկ Պետրոսյան, Դավիթ Վարդանյան, մի օգու աննել կտամ, մի քիչ սրտի կսկիծով, Դավիթ Քիրամիջյանները այստեղ չեն այսօր ցավոք սրտի, բայց վստահ եմ մեր հետ են։ Ինչ որ մարդկանց անուններ կարող եմ մոռացա, դուք հուշեք, այսինքն ես այն մարդկանց մասին խոսեցի, ով որ նստել են, չգիտեմ, ձերբակալվել են եւ մասնակցել են այդ ահաբեկման, ուրեմն ամբողջ արշավին։ Ով են այս մարդիկ։ Ես այս մարդկանց գիտեմ որպես մարդիկ, ով սիրում է Բախի եւ Մոցարտի երաժշտություն, ով կարդում է Կաֆկա կամ Կամյու, եւ հարց է ծագում։ Սրանք ճարտարագետներ են, չգիտեմ, գիտնականներ, դիզայներներ, շատ լուսավորյալ, շատ պայծառ անձինք։ Հարց է ծագում, թե այս պայծառ անձինք, այս լուսավորյալ մարդիկ ինչպես դառան կրկնահանցագործ սեփական երկրում։ Կարող եք բացատրություն տալ։ Իմ բացատրությունը միակն է։ Նրանք դարձել են հանցագործ այս երկրում, որովհետև մեր երկիրը շուռտված է։ Այսօր մեր երկիրը կառավարում են ավազակներ, եւ դրա համար ենք մենք այս պետական կարգը, որ այսօր հաստատվել է Հայաստանում, կոչում ավազակապետություն։ Ավազակները կառավարում են, ավազակները բոլոր պաշտոնների են
ստանում են պաշտոններ, ավազակները ստանում են հարգանքի տուրք, իսկ լուսավորյալ եւ արժանապատիվ եւ սկզբունքային երիտասարդները հայտնվում են բանտերում կամ հետապնդվում են պետության կողմից։ Ուրեմն նաև հասկանալի է հետագա պայքարի մեր բանալին։ Մենք բոլորս տեղ հավաքվել ենք նրա համար, որ ստեղծենք մի հայրենիք, որտեղ տեղի է ունենում ուղիղ հակառակը, լուսավորյալ, պայծառ, լավ մասնագետներ, մարդիկ դառնում են պետության ղեկավար, ստանձնում են առաջատար դիրքեր հասարակության մեջ, իսկ նրանք, ովքեր այսօր թալանում են կառավարելով պետական պաշտոններում, հայտնվեն այնտեղ, որտեղ իրենց միշտ էլ վիճակված է հայտնվել, այսինքն բանտերում։ Ուրեմն պայքար, մինչև վերջ, պայքար, մինչև վերջ։ Հարգելի ներկաներ, մենք առջև ունենք